ես սկսեմ։ Արագ։ Ստացի, քանի որ հենց նպատակը այդ դպրոցի միավորելու եւ կրթելու համար է այս է գալիս է։ Հիմնադիր տնօրենը Աշխարհ Եվ իր ընկերները երկու, այո։ սկզբից կրթում Հիմնական առաքելությունը ուղղակի համապատասխանում են մխիթար միաբանության առաքելությանը, հետևաբար հիմնադիրները որոշել են հենց այս անունը տալ դպրոցին, որովհետև նույն առաքելությունը միացնել բոլորին եւ տալ յուրաքանչյուրին հնարավորություն կրթվել մի նոր ձևով, նոր համակարգով։ Կարճ ամփոփելով, այո, որովհետև մխիթար միաբանության կրթությունը նման էր հենց ոնց որ համեմատական, հա, որովհետև մեր դպրոցն շատ համեմատություններ ունի մխիթար միաբանության հետ, այո։ Նպատակ ուներ ստեղծել միաբանությունը հայ ժողովրդի համար կրթական նպատակներով, այո, դա նրա երազանքն էր ստեղծել միաբանություն։ Փոքր տարիքում նա փախել էր իր ընկերոջ հետ եւ գնացել Վանականների տուն, այդտեղից էլ արդեն ցանկություն էր առաջացել այդպիսի մի բան ստեղծելու, ստեղծել է իր ընկերների հետ, մխիթար միաբանությունը հայտնի է նաեւ այնտեղի տպագրերով, այնտեղ կար տպարան, հայտնի է իր բազմավեբ գրքերով, որն էլ հենց տպվել է տպարանում, այնտեղի գրադարանում կա շուրջ 200,000-ից ավել գրքեր եւ ձեռագրեր, որոնց շնորհիվ այսօր մխիթար միաբանությունը ունի վերել։ 20 տարեկանում Սևաստացին քահանա է կազմվել եւ այդ տարիների ընթացքում նա ծառայել է տարբեր վանքերում։ 1901 թվականին վարչապետ, իմ կարծիքով շատ կարևոր դեմքերից է եղել, քանի որ այնքան աշխատանքներ է արել եւ թարգմանել, բայց մենակ ակողմը այն է, որ օրինակ համեմատած մյուս հայրերի հետ օրինակից Բազմավետի թողարկումը 1843 թվականին էր, նա սկսել է թողարկվել ինչպես թերթերում տպագրվող փոքր հատվածներից կազմված շարքով, որը վերջում վերածվել է արդեն մեծ գրքի հավաքելով բոլոր մասերը եւ ավելացնելով 4 հիմնական ուրիշ մասերը։ Բազմավեպը գրել կամ ինչպես ավելի ճիշտ կլինի կազմել է Գաբրիել Այվազովսկին, հանրահայտ նկարիչ Այվազովսկու եղբայրն է, Հովհաննես։ Հիմնական միտքը եղել է